Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում ծրագրի շրջանակներում ստեղծվել և 2024 թվականի հուլիսի 26-ից գործարկվում է Arm Rights AM էլեկտրոնային հարթակը։ Հարթակը ծառայում է որպես տեղեկատվական համապարփակ ռեսուրս և աջակցության գործիք Արցախից բռնի տեղահանված անձանց համար, ինչպես ներկայացնել հայտ Arm Rights AM էլեկտրոնային հարթակի միջոցով։ Քայլ առաջին. մուտք գործեք Arm Rights հարթակ և գլխավոր էջի վերևի աճանկյունից ընտրեք ձեր նախընտրելի լեզուն՝ հայերեն, անգլերեն կամ ռուսերեն։ Գլխավոր էջի սկզբնամասում գտեք և սեղմեք ներկայացնել հայտ կոճակը, այնուհետև կբացվի հայտի ներկայացման էջը։ Էջում ներկայացված են 4 հաջորդական քայլեր։ Ուշադրություն դարձրեք. աստղանիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար։ Աստղանիշ չունեցող դաշտերը կարող եք չլրացնել։ Առաջին դաշտում ընտրեք ձեր իրավական խնդիրը էջի աջ մասում բացված ցանկից։ Եթե չեք կողմնորոշվում, կարող եք ներքևի մասից ընտրել «Այլ դժվարանում եմ պատասխանել» կամ «Այլ տարբերակ» և նշել ձեր սեփական տարբերակը։ Երկրորդ դաշտում ներկայացնում եք ձեր իրավական խնդրի համառոտ բնութագիրը։ Իրավական խնդրի համառոտ նկարագրություն։ Այստեղ կարող եք ներկայացնել ձեր իրավական հարցը կամ խնդիրը։ Որպես նմուշ կարող եք օգտագործել հետևյալ տարբերակը։ Երրորդ դաշտում ընտրում եք այն մարմինը կամ կազմակերպությունը կամ անձը, որտեղ կամ որի աշխատողի մասնակցությամբ ըստ ունեք իրավական խնդիր կամ ում իրավասությունների շրջանակում է ըստ գտնվում խնդրի լուծումը։ Չորրորդ դաշտում լրացնում եք մարմնի կամ կազմակերպության անվանումը անհրաժեշտության դեպքում հստակեցնելով այն։ Հինգերորդ դաշտում ընտրում եք մարմնի, կազմակերպության կամ անձի գտնվելու տարածաշրջանը։ Վեցերորդ դաշտում մարմնի կամ կազմակերպության կամ անձի գտնվելու վայրը, հասցեն։ Յոթերորդ դաշտում լրացնում եք իրավունքի խախտման ամսաթիվը, ամիս, տարին։ Քայլ 2-ում ներկայացված դաշտերը ամբողջությամբ ոչ պարտադիր դաշտի թվին է դասվում։ Ըստ անհրաժեշտության և ըստ ցանկության կարող եք այն լրացնել։ Քայլ 3. Այստեղ ներկայացնում եք ապացույցներ առերևույթ իրավական խնդրի վերաբերյալ։ Քայլ 4. Առաջին դաշտում լրացնում եք ձեր անուն, ազգանունը, ձեր աշխատանքի վայրը, եթե աշխատում եք։ Երրորդ դաշտում լրացնում եք ձեր պաշտոնը, այնուհետև հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն։ Ուշադրություն դարձրեք վերջին պայմանին։ Հաստատեք, որ ծանոթացել եք եղծ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության վերաբերյալ նախազգուշացմանը։ Վերջին նշումը կատարելը պարտադիր է։ Մինչև հայտի հաստատումը կարող եք վերանայել ձեր գրածը։ Եվս մեկ անգամ հաստատում եք վերջին պարբերությունները և սեղմում եք հաստատել հայտը։ Հայտը հաստատվելուց հետո ձեզ տրամադրվում է ծածկագիր, որի միջոցով կարող եք հետևել ձեր հայտի ընթացքին։